Փառք Հիսուս Քրիստոսին։ Իմ կյանքում այն ժամանակներն է, ես ոնց որ Ռաստով ծնված, Ռաստով ապրածել եմ, չգիտեմ։ Արդեն փողոցներին եմ ընտելանում, բայց ես հավատում եմ, որ Աստված ավելի մեծ գործ ունի այս քաղաքում, այս եկեղեցում։ Աստված օգտագործում է իր գործիքները իր տունը կառուցելու մեջ։ Նույն գործիքով դու չես կարող ամբողջ տունը կառուցես, նույնն էլ միգուցե ինչ-որ մի գործիք էլ Աստծո ձեռքերի մեջ ես էի, բերավ, ինչ-որ մի հատ գործ կար անելու, ու ինձ տանում անորից հավատում եմ, բայց տուն էլ երկինք չէ, Փառք Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Գիտեք, ես շատ տպավորված եմ այս օրերի մեջ, այս ժամանակների մեջ, որ Տիրոջ հոգին գործում է եկեղեցու մեջ, ծառայության թիմի մեջ, շատ կարևոր է գնահատել թիմի աշխատանքը։ Եթե դու թիմի մարդ ես, իմացի, որ դու մեծ գործ ես անում, այն վերապրումները, որ ունի եկեղեցին, այն աղոթքները, որ ունի եկեղեցին, այն ժամանակները, որ լինում է, դա քո մասնակցությունը մեծ դեր է խաղանում այդտեղ։ Եվ եթե դու թիմի մարդ ես, ուշադիր լինի թիմին, որովհետև երբ որ փողը փչվում է, որ թիմը ինչ է անում, դու պիտի վազես դեպի թիմի մոտ։ Գիտես, կարաս պատճառաբանություններ բռնես, կարաս, չգիտեմ, երբ որ փողը փչում է, ուշադիր լինի այդ ձայնին, որովհետև դու թողելու ես քո օրհնությունը։ Ամեն։ Խոսքը, որ վերնագրել եմ այսպես. հավատքի ճանապարհը դա հույսն է։ Հավատքը ունի ճանապարհ։ Եվ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Եթե դու ուզում ես ինչ-որ մեկին հաճո լինես, լավ երևաս։ Ինչ ես անում։ Սիրուն հագնվում ես, միգուցե ամենաթանկ օծանելիքն ես փչում, որ տունը հետի չես օգտագործում, պատրաստվում ես, ուզում ես իրան հաճո երևաս։ Դու նայում ես քո արտաքին տեսքին, չէ՞։ Կա չէ՞ տենց բան։ Թե մենակ ես եմ անում։ Երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին հաճո երևաս, դու նախապատրաստվում ես։ Եվ Աստված նույնպես նայում է մեր հանդերձներին։ Հանդերձներդ սպիտակ լինի, գլխիդ յուղը չպակասի։ Դա հաճելի է Աստծուն։ Դու պիտի այդ հավատքի մեջ դու գործողություն ունենաս։ Հավատքը ունի գործողություն եւ հավատքը ունի ճանապարհ։ Ես կուզենամ դու այդ ճանապարհը այս առակով պատկերացնես։ Նայեք, տեսեք, այստեղ կա լույսեր։ Լույսերը ունեն ճանապարհ։ Դա հոսանքի լարերն է։ Առանց լարերի չի կարա լույսը լինի։ Անհնար է լույսը լինի առանց լարերի։ Երբ որ դու քո տունը բացում ես խողովակը եւ ջուրը թափվում է, ջրի ճանապարհը դա խողովակներն են։ Պատկերացրու առանց խողովակների ջուրը գա ձեր տուն հասնի։ Դա կլինի նավադնյեննի։ Առանց խողովակների ջուրը պետք չի մեզ հասնի։ Մեզ պետք է խողովակներով հասնի, որ ճիշտ լինի։ Հավատքը ունի ճանապարհ։ Դրա ճանապարհի անունը հույսն է։ Գիտես, դու կարող ես հավատաս, բայց հույս չունենաս։ Հավատում ես տենց բան։ Ձեր բանում լոգարանում կռանդները դնես, բայց խողովակները չբերես ու բացես։ Տենց իրական դեպք է ելել, երբ որ մարդը էլեկտրոէներգիան նոր են ստացած եղել, նոր է բանել, արդեն ոնց որ գյուտը արդեն եղել է, մի մարդ գնում է իրանց գյուղ, ամբողջ տունը հոսանքի այդ բան անում ու վառում է։ Ու չի վառում, որովհետև կպած չի ընդհանուր քաղաքի այդ համակարգին, այդ սիստեմին։ Դու պատկերացրու, հավատքդ որ գործի, քեզ պետք է հույս։ Հավատքի ճանապարհը, որ գործողություն ունենա, դա հույսն է։ Եվ այս ամենը ես կհաստատեմ Աստծո խոսքով։ Եբրայեցի 11:1 հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցը։ Հավատքը հուսացած բաների հաստատությունն է։ Հավատքի ճանապարհը դա հույսն է, բա հույսի հակառակը անհույս։ Որ մեկի մի բան ես ասում, ես կլինի քո կյանքում, հավատում է, բայց հույս չունի։ Հա, կլինի, հավատում եմ, բա հույս կա, հավատքը չի կար առանց հույսի գործի։ Իսկ հույսը դա ոգևորությունը չի։ Հույսը վստահությունն է։ Որ դու վստահում ես, որ քո Տերը քեզ անցակացնելու։ Ոգևորությունը դու կհիասթափվես։ Ոգևորությունը դա հույս չի։
Ու շատ մարդիկ, երբ որ սխալ սպասումներ ունեն, իրանք հիասթափվում են։ Մարդը սխալ սպասման պատճառով հիասթափություն է ունենում։ Հույսը կորցնում է, որովհետև սպասումները սխալ են։ Հիմա մարդը գալիս է եկեղեցի ու սպասում է եկեղեցուց, որ իր ամուսինը պիտի իրան սիրի։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ մեքենան տանում ես Խադավիկի մոտ, իրանից այդքան բան ես պահանջում, որ ասես խիչ իմ ամուսինին սիրում։ Գիտես, ամեն ինչ ունի իր տեղը։ Եկեղեցին քեզ տալիս է Աստծո խոսքը։ Եկեղեցին քեզ տալիս է փառաբանություն, երկրպագություն, քո Աստծուն պաշտես, քեզ ուղղում է, քեզ հոգևոր կերակուր է տալի։ Եկեղեցին քո բաղնիքը մետլախանելու համար չի։ Եկեղեցին, այո, Աստծո մարդիկ կարող են քեզ խորհուրդ տալ։ Դու պիտի հասկանաս ինչ սպասում ունես Տիրոջից եւ Տիրոջ տնից։ Երբ որ քո սպասումները դու սխալ ես դնում, դու հուսահատվում ես։ Մի հատ նայ այդպես քանի եկեղեցի ես փոխել։ Փոխվելա ներսդ։ Միառժամանակ հետո հուսահատվում ես։ Ըստեղ էլ ես արդեն հուսահատվել։ Էս էլ այն չէր։ Այդ քո ասած, որ ասում ես, այն չի, դա քո ներսն է։ Որ մի հատ ընդեղ էլ գնաս, ընդեղ էլ այն չի լինելու։ Սատանան ամենտեղ սատանա է։ Ամենտեղ իր ազդեցությունը ունենալու։ Խնդիրը եկեղեցու մեջ չի։ Խնդիրը կոնկրետ քո ներսում է։ Ու դու սխալ սպասումների պատճառով դու կարաս հիասթափվես։ Ու այդ հիասթափությունը քեզ բերում է ինչ վիճակի? Անհույս։ Իսկ անհույս վիճակը չի գործում հավատքը, որտեղ Աստծո խոսքը ինչ է ասում? Հավատացողին ամեն բան հնարավոր է։ Աստծո կամքի մեջ։ Ամեն բան հնարավոր է, հավատացողին ինչ ուզի կանի, տենց չի։ Հավատացողին ամեն բան հնարավոր է։ Ինչը Տիրոջ կամքի մեջ է։ Ինչը իր օրենքով անցնում է։ Ինչը որ այն ամենը, որ կանցնի Աստծո խոսքի միջով, դա է հնարավոր։ Ոչ թե քո սրտի ցանկությունները։ Որտեղ մարդը ցանկություն ունի, ծնվում է ոգևորություն, այդ ոգևորության վրա հույս է դնում եւ հուսախաբ լինում։ Օրինակ ես իմ ներսում հասկանում եմ, որ շատ ժամանակ երիտասարդ տղաները, աղջիկները իրանք գիտեն, թե եթե մի անգամ սիրահարվել են, դա ամբողջ իրանց կյանքի համար է։ Եվ ինչ են անում? Հիասթափվում են։ Հույսները կտրում է։ Դա շատ կարևոր է, որ դու հասկանաս, միգուցե, այո, նենց չի, որ առաջի անգամ սիրահարվեցիր, դա կլինի քո ամուսինը կամ քո կինը։ Ես շատ եմ տեսել հիասթափված տղաներ։ Հավատացեք, աղջիկները վերականգնում են, բայց որ տղաներն են հիասթափվում, տարիներով էլ չեն ամուսնանում։ Որովհետև մի անգամ սիրահարվել է 18 տարեկանում, 38-ը դեռ ընդեղ է։ Դեռ չի կարող անցկենա։ Ու դա դառնում է նրա հիասթափության պատճառը եւ կոտրվում է այդ կյանքը եւ ջարդվում է այդ կյանքը։ Հավատքը ունի ճանապարհ, դա հույսն է։ Հիմա երբ որ դու քեզ հարցնան, հույս ունես, հույս կա, այդ քո կյանքում իրավիճակներ նայի որ տես, որ դե հույս չունես։ Դե գիտես, էսի կանեմ, բայց ես մեկի վրա հույս չունեմ։ Հույս չունես, հավատքը չի գործելու։ Հավատքի փոխանցողը դա հույսն է։ Նենց որ հուսավորվեցեք։ Կողքինիդ ասա, հուսավորվիր։ Գիտես, հետաքրքիր է, տարբեր ձև են ասում, մեկը սենց է, հուսավորվի։ Գիտես, հետաքրքիր բան է։ Ոնց ես պատկերացնում, ասենք, ուզեմ ես խոսքը կարդամ նոր իրար հետ, Հռոմեացի 12:12։ Հույսով ուրախացեք։ Եվ ասես, ինչի՞ս վրա ուրախանամ։ Ուրախանալու պատճառ չկա։ Հույսով։ Ինչ հույսով, որ լավ է լինելու, Տիրոջ հետ ենք լինելու, ցավերը հեռանալու է, տառապանքները հեռանալու է, սպասում ունի Քրիստոսի հանդիպման, հույս ունեցի, երբ որ քո այդ հույսը, տեսել ես, որ խողովակները խցանվել է, կա քաշած ամեն ինչ նորմալ է, բայց ջուր չկա, հույսը, այսքան սպասեցինք Հիսուսը դե ուշանում է ոնց որ, չգիտեմ, ես երևի չեմ տեսնի, այդ հույսդ, երբ որ քո ներսում ինչ-որ բան է փոխվում, դա միանգամից երևում է քո դեմքին, որովհետև դու էլ ուրախ չես։ Բայց Աստծո խոսքը ասում է, հույսով ուրախացեք։ Եվ ինչ, նեղությանը համբերեք, աղոթքում հարատևեցեք։ Ուրեմն հույսով ուրախանամ մտնեմ նեղության մեջ։ Եթե նեղության մեջ մտնես հույսով եւ ուրախությունով, այդ նեղությունը հեշտ էլ անցնելու ես։
Բայց եթե նեղության մեջ մտնես նեղությունով, ոնց ես մտածում։ Դենց հեշտ կանցնես, տրտմությանդ վրա տրտմություն է գալու։ 1 տարի ուրախությունդ կորցրած ես։ Ու ամեն տեղ փնտրում ես, որ ուրախությունը գտնես։ Գիշերները չես գտնում, հույսդ կորցրած, տրտմությունը վրեդ։ Սկսի գոհանալ։ Այդքան դժգոհություն, որ քո մեջ է, սկսի գոհանալ։ Գոհանաս ինչի համար։ Գիտես, հետաքրքիր բան կա։ Գոհանալու պատճառ միշտ էլ կա։ Նախ եւ առաջ դու շնչում ես։ Շնչում ես առանց կտրտելու։ Սիրտդ աշխատում է առանց դեղերի։ Մարդիկ մեծ բաներ կտան, որ ունենան։ Նախ եւ առաջ դու ընտանիք ունես։ Եվ Աստծո խոսքը ասում է, եթե կորցրել ես առաջից սերը, հիշիր որտեղ ես կորցրել։ Հետ գնա։ Վերականգնվիր։ Լցվի այս սիրո։ Նոր կգաս առաջ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ես ուզում եմ նաև վկայեմ իմ կյանքից։ Ես երբ որ խոսում եմ հույսի մասին, նաև ունեմ իմ վկայությունները։ Գիտես, տարիներ առաջ, մոտ 10 տարի առաջ, իմ տղան ծնվեց մեծ խնդիրներով։ Անհույս վիճակով։ Դա չէր կարելի դրա վրա հուսացած։ Ինքը չուներ լեզու։ Ինքը չուներ ոլչի պաստեր, կոկորտ չկար, լեզու չկար, ոչ բան չկար, սենց փոս էր մեծ, ծնոտը շատ հետ էր։ Ու իր մոտ հայտնաբերել էին Պիեր Ռիբեն սինդրոմը։ Ու գիտես, այնքան դժվար էր, որովհետև ես դենց բան չէի լսել, որ մեկի լեզուն աճի, ծնոտը շտկվի, անհույս վիճակ։ Դե եթե անհույս ես, ավելի լավ, որ անհույս ես։ Լավ հնարավորություն է հուսավորվելու։ Որտե բժիշկներն ասում են, ոչ բան չի լինելու։ Քեզ էլ են միգուցե ասել։ Հնարավոր չի։ Ես ինձ զգում էի պլինտուսի ցածր վիճակի։ Բայց որ այդտեղ ես ելնում, քեզ հավաքում ես։ Որ պլինտուսից մի քիչ բարձր ես, արդեն ինչ որ բան տեսնում ես, որ հնարավոր է։ Բժիշկները ասում են, հնարավոր չի, իրավիճակը ցույց է տալի նույնպես հնարավոր չի։ 21 օր ինքը ոչ մի բան չի կերել։ Ինքը քթից զոնդը միացրած էր, գալիս էին կաթը սրսկում, որ երեխան չմահանա։ Ինքը ուտելու ապարատ չուներ։ Ու շատ դժվար ժամանակով անցանք, սա շատ կարճ եմ պատմում, որ ու ժամանակ առ ժամանակ ինքը գնում էր, ոնց որ կինս ասում էր, «Մանիկ մենք կորցրինք իրան», կապտում էր ամբողջովին, նորից հետ էր գալի։ Կապտում էր ամբողջովին, նորից հետ էր գալիս։ Ու գիտես, մենք գիտեինք մի բան, Աստծոց խոսք էր ծնվել նրա համար։ Երկար օրերով կկշտացնեմ նրան, Սաղմոս 91-ի վերջ։ Երկար օրերով կկշտացնեմ նրան, իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ես գիտեի, որ այդ երեխեն ապրելու է։ Ես գիտեի, որ այդ երեխեն Աստված կյանք է տալու։ Ես գիտեի, որ այդ երեխեն Աստծո երկար ապրելու, որովհետև Աստված ասում էր երկար օրերով կկշտացնեմ նրան եւ փրկությունը ցույց կտամ նրան։ Գիտես, անհույս իրավիճակ, բայց ես Աստծո խոսքով էի առաջ գնում, որովհետև Աստծո խոսքի մեջ ասում է, եթե դու հիվանդ ես, եթե դու խնդիր ունես, հիմա միգուցե դու էլ ես համացանցով մեզ նայում, հիվանդը նստած ես, եւ Աստծո խոսքը ասում է. կանչիր երեցին եկեղեցուց, յուղովոցի, հավատքով աղոթքը վեր կկացնի հիվանդին։ Դու այսօր նստած ես անելանելի վիճակում։ Ճարի այդ մարդուն, որ կլինի Աստծո մարդ, զանգի եւ կանչի, քո շրջապատում կա այդ մարդ։ Կանչիր թող գա գոտուն։ Ասա արի իմ անհույս վիճակի վրա։ Արի իրար հետ աղոթենք, որ ես հուսավորվեմ։ Այս անհույս վիճակս գնա։ Ու գիտես, երբ որ ես կանչեցի եկեղեցուց երեցին, ծառայողին, աղոթքից հետո ինքը սկսեց ուտել, ամենամեծ հրաշքը։ Ինքը սկսեց ուտել։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Աստծո բժշկությունը շատ ժամանակ լինում է հարատևության մեջ, որովհետև եթե այդ նույն պահին քեզ բժշկի, միգուցե դու էլ չստեղ չլնես։ Դու ասում ես, ես խի եմ ճանապարհը այսքան երկարում։ Գիտես, Ելից գրքում խոսում է Աստված նրա մասին, ասում է Աստված Իսրայելին, Աստծո ժողովրդին չտարավ կարճ ճանապարհով, այլ տարավ երկար ճանապարհով, որ հետ չգնան։ Իսրայելին կարճ ճանապարհով կարար մտցնել կաթում եղել բխող երկիր։ Տարավ Իսրայելին երկար ճանապարհով, ծովի ճանապարհով, որ Իսրայելը մտկով էլ չանցնի, որ հետ գնա։ Դու ասում ես, խի է իմ այս ճանապարհը, այս դժվարությունները խի է երկարում, որովհետև դու մտածում ես
ընկնեմ գծերի վրա դզվեմ, ես ստեղ ինչ գործ ունեմ։ Դրա համար էլ քո ճանապարհը երկարում է։ Դրա համար էլ միգուցե փոխվելու հետ կախված երկարում է այդ ամեն ինչը։ Ու գիտես, Աստված գերբնական նրա լեզուն աճեցրել է։ Ես հիշում եմ, երևի տարի ու կես մենք անդադար աղոթում էինք, եւ մի օր կինս գոռալով ասում էր. լեզուն, որտեղ բժիշկը ինձ ասել էր, բժիշկը շատ հարազատ մարդ էր, մակերեսային չէր նայ, շատ խորքային էր նայել, որ ինքը լեզու չունի։ Ու մի ժամանակ հետո մենք տեսանք, որ Տերը գերբնական աճեցրել է։ Բայց ես աղոթում եմ Աստծո, Տեր իմ Աստված, քո համար խնդիր չկա։ Ու իմիջիալոց ասեմ, ինքը շատ լավ ռուսերեն է խոսում ու լավ փառաբանում է։ Շատ լավ ձայն ունի Տիրոջը փառաբանելու։ Ու շատ լավ է լեզուն։ Ամեն փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, անհույս վիճակների վրա Աստված խոսում է։ Եվ իմ անհույս աղոթքից մի կտոր կուզեմ աղոթեմ տեսնես։ Ասում եմ Տեր իմ Աստված, ես երեխու նման հավատում եմ, որ դու կարող ես լեզու աճեցնել։ Ես հիշում եմ, որ դու այն չորացած կնոջ ձեռը աճեցրիր։ Դու հույսի Աստված ես։ Այնտեղ ոսկորներ էր, այստեղ լեզու է։ Քո համար անհնարին բան չկա, բայց որպեսզի դու իմանաս ես ո՞նց եմ հավատում, ես հավատում եմ երեխու պես, որ դու կանես։ Հավատքը ունի ճանապարհ, դա հույսի ճանապարհն է։ Երբ որ դու կտրում ես հույսը, հավատքը նույնպես մարում է։ Վերակտիվացրու քո ոչ թե ոգևորությունը, այլ հույսը եւ վստահություն, որ այն Տիրոջը, որին դու պաշտում ես, նա գիտի քեզ ամբողջովին, գիտի քո մազի քանակները։ Հույսով ուրախացի, ինչով ուրախանաս, հույսով, լավ ուրախանալու բան է։ Տարբեր մարդիկ տարբեր բանով են ուրախանում, դու էլ հույսով ուրախացի, որ մի օր լավ ա լինելու, մի օր էլ վարձով չես ապրելու, հույս ունեցի։ Մի օր էլ դու այդ վատ տան պայմաններում չես լինելու, հույս ունեցի։ Ոչ թե մտածի ոնց անեմ, որ մի տարվա վարձը տամ, որպես էլ բան չանեմ, այլ մտածի ինչպես անեմ, որ ես լավ ա լինելու։ Բա ինչ ես տենց ոգևորվել, որ լավ ա լինելու, որովհետև ես Աստված ունեմ։ Իմ Աստված ինձ գիտի, իմ Աստված ուզում է, որ ես լավ հարմարություններում ապրեմ։ Ես էլ դրա կարիքն ունեմ։ Ես էլ եմ հույսով ուրախանում։ Ամեն, փառք Հիսուս Քրիստոսին։ Հավատքը ունի ճանապարհ, դա հույսի ճանապարհն է։ Եվ մենք պիտի այդ ճանապարհից չեղվենք։ Մենք պիտի այդ ճանապարհի մեջ ակտիվացնենք։ Ամեն։ Սաղմոս 62:8 գլխում։ Հուսացեք նրան ամեն ժամանակ։ Ով ժողովուրդներ, թափեցեք ձեր սրտերը նրա առաջին։ Աստված է մեր ապավենը։ Այս խոսքը ես չգիտեի, առավոտը նենց է ինձ կպել։ Գնա Աստծո առաջ սիրտը թափելու։ Հուսա նրա վրա եւ գնա Աստծո առաջ սիրտը թափելու։ Երբ որ մի քիչ նեղվում ես, չգիտես խի մի անգամից մամայիդ ես զանգում։ Սիրտը թափելու։ Դու դու տեղ ունես։ Ապահով տեղ, ինքը քեզանի չի բամբասելու։ Ինքը քեզ սխալ ուղղություն չի տալու։ Ինքը այնտեղն է, որ դու կարաս գնաս ու սիրտը թափես։ Վերջի անգամ երբ ես մտել այդտեղ։ Հիշում ես, որ ժամանակ կամ մտնում էիր։ Հենց մտնում էիր սիրտը թափում, Աստված կեթա ամեն ինչը սիրուն տեղներ գցում։ Երբ որ արդեն էլ տենց չի, բանա փոխվել։ Դե երկու բան ավել գիտենք։ Երբ որ երկու բան ավել գիտենք, էլ չեն գնում սիրտը թափելու։ Տենց մի հատ հատուկ տեղ կա, իրան ենք միշտ ասում։ Ինքն էլ չգիտես, խի միշտ սխալ խորհուրդ է տալի։ 10 տարի քեզ սխալ խորհուրդ է տալի, լսում ես, նորից ես իրան խորհուրդ հարցնում։ Մի հատ նայ 3 անգամ որ խորհուրդ տվա բանա փոխվել։ Քիչ էր մնում ընտանիքդ բաժանվի իր խորհուրդների արդյունքում։ Միգուցե պետք չէր այդ խորհուրդականը քեզ, որովհետև սխալ խորհուրդական է քո ականջին։ Միգուցե այդ խորհուրդը կտրես քո ականջից, սիրտդ իր հետ չթափես, այլ թափես Աստծո առաջ։ Որովհետև դա է սիրտը բժշկվելու եւ թափվելու տեղը։ Այսօր երիտասարդները, պատանիները փակվում են իրանց ներսում։ Պապայի հետ չեն խոսում, մամայի հետ չեն խոսում, եկեղեցում չեն ասի ու մնում են ինչի մեջ բանտարկված։ Ես մի հատ քարոզ եմ քարոզել ազատության գերինները։ Ազատության մեջ ման են գալիս, բայց գերեվարված ներսով, որովհետև չեն կարողանում սիրտը Աստծո հետ թափեն։ Այո, ես նաև դեմ չեմ, որ մարդը խոսա մարդկանց հետ։ Այո, կա մարդիկ, ովքեր քո կողմն են, որ քեզ ճիշտ խորհուրդներ են տվել, ովքեր քո առաջնորդներն են միգուցե։
Եվ Աստծո խոսքն էլ է խոսում, որ խոստովանեք իրար ձեր մեղքերը, որ ձեր մեղքերը ներվի։ Այո, այդ մարդիկ նույնպես կարևոր են։ Բայց չի ասում ում պատահում է խոսակո մեղքերի մասին։ Փորձեցեք հոգիները, ինչ արեք, փորձեցեք։ Եթե 6 անգամ փորձել ես ու չի ստացվել, 7-րդ անգամ մի փորձին կարծիքով։ Ու մենք պիտի այդտեղ իմանանք, որ մենք որտեղ ենք մեր սիրտը թափում։ Այո, կա բաներ, որ ոչ մեկին չես ասում, գնում ես Աստծո առաջ, ամբողջովին դատարկվում ես, ել ասելու բան չի մնում։ Հասկանում ես, դու պիտի հասկանաս, որ քո բոլոր անհույս վիճակների համար հույս կա։ Դու մտի այդ հույսի մեջ։ Երբ որ դու չես մտնում այդտեղ, հավատքը էլ չի գործում։ Դու հիասթափվում ես։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Երեմիա մարգարեություն 17-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Այսպես է ասում Տերը. անիծյալ լինի այն մարդը, որ մարդի վրա է ապավինում, եւ մարմին իրեն բազուկ շինում, եւ իրեն սրտով խոտորում Տերից։ Ես ասում եմ, եթե դու հույսը դնում ես մարդու վրա եւ քո բազուկի վրա եւ Աստծուց հեռանում ես, չի ասում հույսը դրել ես մարդու վրա, քո բազուկի վրա ու Աստծո մեջ ես։ Երբ որ ասում ես, լավ, ես գնամ իմ հրոխբերի այդ հարցերը կլուծի ու գնում ես եկեղեցու։ Էլի կարա քո հորեղբայրը քեզ օգնի աշխատանքի մեջ, բայց դու պիտի մնաս Տիրոջ տան մեջ։ Էլի դու կարաս ասես, այո, իմ հորեղբայրը ինձ կանչել է, շատ լավ մարդ է, օգնում է ինձ աշխատանքում, բայց եթե քո հորեղբայրը քեզ կտրում է Տիրոջ տնից, հույսը դնում ես նրա վրա եւ քո բազուկի վրա գնամ աշխատեմ հասնեմ, ասում անիծյալ լինի այդ մարդը։ Այդ մարդը անեծքի մեջ համատնու մարդը։ Չի կարա օրհնությունից անեծք տեղափոխող մարդը մի հատ էլ միջին տեղ էլի։ Կիսա օրհնություն, կիսա անեծք, տենց տեղ չկա էլի։ Բաներ ենք չի հորնում։ Որ մարդը երբ որ օրհնությունից անեծք է գնում։ Գիտես, Աստծո խոսքն է խոսում դրա մասին։ Մի մարդ Երիքովից ուր էր գնում։ Երուսաղեմից Երիքով էր գնում, օրհնությունից անեծք։ Ինչ եղավ այն մարդու հետ, որ Երուսաղեմից օրհնությունից անեծք էր գնում։ Ավազակները թալանեցին։ Այդ մարդու թալանվելու պատճառը, ավազակները թալանելու պատճառը դա նա էր, որ ինքը գնում էր օրհնությունից անեծք։ Այո, եթե որ դու տեսնում ես, որ հույսդ մարդու վրա մի դիր, մարդ կա իրան երեխուն կուրք է սարքել։ Ամբողջովին հույս իրա վրա։ Հեսա տղասկան, հեսա տղասկան է։ Ու ինչ է դառնում վերջ։ Տղայի հետ ինչ որ բան ելնում, որտեվ իր Աստվածն է սարքել։ Աստծո տեղը պետք չի ոչ մեկ գրավի։ Ու Աստծո տեղը դա անհնար է մարդը գրավի։ Եթե մարդիկ ասում են, գիտես, Աստված իմ կյանքում առաջի տեղ է, լսի, Աստծո տեղի հետ պիտի պայքար չլինի։ Աստված իր տեղում է։ Իմ կինը իր տեղում է, բոլորն էլ առաջի տեղում են։ Երեխաներս էլ են առաջի տեղում, բայց երեխաների սանդակի վրա։ Այլ երեխաներից 5-ից որին ես առաջի տեղ կդնեմ։ Այս ես սխալ կանեմ։ Կանանցի հնարավորություն չկա, մեկն է իր տեղում է։ Երեխաներից հնարավորություն կա, կարաս դու իջացնես, բարձրացնես եւ փչացնես։ Քո սխալ վերաբերմունքով, քո մեկին բարձրացնելով, մյուսին իջացնելով երեխաներ կառհամարված են ծնողների կողմից։ Որովհետեւ ոչ թե չի ասում քեզ չեմ սիրում, ինքը ուղղակի ցույց է տալի, որ մեկին ավելի շատ է սիրում։ Սիրո մեջ բալանսավորի սերը երեխաների հանդեպ, որ երեխաները չհուսահատվեն, չհուսալքվեն։ Այդ սերը պիտի բալանսավորված լինի, եւ դու կարաս քո ձեռքով քո երեխաների մեջ բան գցես, որ պետք չէր։ Ամեն։ Գիտես, այնքան բաներ կա, որ մարդիկ անցնում են դաժան իրավիճակներով։ Դու ես այսօր շատ դժվար իրավիճակներով անցնում։ Բայց հույս կա քո համար։ Տես այդ հույսը։ Տես դու այդ հույսը։ Ինքը հերո չի, քո մոտ է։ Շատ ժամանակ երբ որ մարդ ինչ որ բան է կորցնում, հերո ման գալու, բայց ոտների առաջին ընկած է։ Ինչպես դուրս գամ իմ իրավիճակներից։ Ընդհանրապես պիտի մտնես սենյակ։ Հարաբերությունը շղթես Աստծո հետ։ Ասես իմ հույսը դու ես։ Ես քեզ եմ հուսացած։ Եթե հուսալքվել եմ, վերակտիվացրու իմ հույսը։ Ես գիտեմ, որ դու իմ կյանքում գործում ես։ Ու սկսում եմ աստվածային գերբնական հույսը քո կյանքում աշխատել։ Հույսով ուրախ ես լինելու, որ ինչի վրա ուրախանամ, հույսով ուրախ եղի։
Ամեն։ Ամեն։ Եվ ասում է, եթե մարդու վրա հույսը եւ իր բազուկի։ Իրես մարդիկ կա, որ միգուցե հովիվը խոսք ասել, միգուցե ինչ-որ մարգարական խոսք կա, որ համբերի։ Իրես երբ որ մեկին մարդուն ասում ես գնա ես ինչ տեղը սպասի, ինքը չի կարող սպասի։ Սկսում է ինչ-որ բան անել։ Սպասելը միգուցե դու մտածում ես դա դժվար ժամանակ է, դա անհույս ժամանակ է։ Ոչ։ Նույն սերմնացանի առակի մեջ ասում է, բարի սերմերը նրանք են, երբ որ համբերությունով պտուղ էին տալիս, սպասելով պտուղ էին տալիս։ Սպասելը դա ժամանակ է, որ դու պիտի ակտիվացնես քո կյանքում։ Երբ որ դու անհամբերատար ես, բազում խնդիրների մեջ ես ընկնելու։ Երբ որ դու համբերություն չունես, եղել է քո մի բան, որ համբերություն չես ունեցել արել ես։ Օրինակ, on-line խանութում մի հատ սիրուն բան տեսար, համբերությունը չհերիքես մի հատ նայես, օձվները նայես, եկավ։ Դու մեծ հույս ունեիր, որ դու կուրախանաս, բայց դու հուսահատվեցիր, որովհետև հիմա նենց են նկարում, որ դու աչքդ նենց ցանկանա։ Դա էլ է դարձել ինչ որտեղ խաղատուն։ Գնում ես այն, ինչ որ քեզ պետք չի։ Քեզ գնեցնել են տալի այդ։ Դու չես ուզում գնես։ Քեզ նենց են անում, որ դու գնես, որ դու ցանկանաս։ Ամսվա վերջին նայում ես, տեսնում, միգուցե պետք չէր։ Ու դու հասկանում ես, որ քո ցանկությունը չվերահսկվեց եւ հիասթափվեցիր։ Ասենք շատ տեղեր կա, չէ, երբ որ դու տեսնում ես մարդու աչքերի մեջ կա հույս, թե չկա հույս։ Օրինակ կա, չէ, sense մարդ, որ մարդը ասենք ինչ որ դժվարություն անցնում, հիվանդության։ Եվ հարց ես տալի։ Ինչ կա։ Հույս կա։ Ես ինչ անշանակ։ Հույս չկա։ Կամ ես։ Կամ գլուխ չէ։ Այնքան մարդիկ կա, որ իրանց հավատքի վրա ավելի շատ տենց են անում։ Դե ես գիտեմ, որ չի ստացվել։ Ասեմ, դու շատ ուժեղ հավատացյալ ես։ Չի ստացվել։ Ձեր շրջապատում կան մարդիկ, երբ որ նրան բոլոր ազգականներն ասում են ձախորդ փանոս։ Կա տենց մարդ, որ անդադար իր շուրջը մի բան լինում է։ Լսի, նրա ամբողջ հարազատները հավատում են, որ այդ մարդու համար վատ է լինելու։ Եթե այդ մարդիկ հավատան Հիսուս Քրիստոսին, կգործի իրանց կյանքում։ Նրանք ամբողջովին անհավատությունը ուղարկում են այդ մարդու ուղղության։ Այդ անեծքները ուղարկում են այդ ուղղության։ Դու առանց հասկանալու միգուցե քո երեխային ասես, դու նորից նույնը, ես տենց էլ գիտեի, դու ոչ մի անգամ չես անում, դու նույնն ես, դու չես փոխվում, դու նույնն ես։ Ու դա գիտես ինչ անում, անհուսություն է բերում երեխային։ Ու անհույս վիճակից ինքը գնում է կոտրվում մենակ։ Տունն է, կարաս դու քո ուշադրություն դարձնես քո երեխաներին։ Եթե քեզ հետ չի շփվում, եթե չի ժպտում, եթե քեզ հետ ուրախ չի, եթե անդադար քեզ հետ չի, անդադար սենյակում է, անդադար առանձնացված է, ինքը ազատության գերի է։ Գերեվարված է ներսը։ Չի կարող հետը չշփվի։ Որովհետև դու էլ իրան հետ ես բրթել։ Գնա շահի նրան։ Չգիտեմ ում համար էր էսի, Տեր օրհնի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Սաղմոս 118 5-րդ գլխից։ Նեղության մեջ Տիրոջը կանչեցի, Տերը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։ Տերը ինձ հետ, ես չեմ վախենա մարդից, ինչ կանենա։ Տերը իմ օգնականը, ինձ հետ է եւ ես միշտ իմ թշնամիների վրա կնայեմ։ Լավ է Տիրոջը հուսալ, քան թե մարդկանց ապավինել։ Լավ է Տիրոջը հուսալ, քան թե իշխաններին ապավինել։ Հիմա նախընտրական շրջան է։ Մարդիկ ապավինում են, որ իշխանությունը մի բան կփոխի։ Մենք էլ կուզենք այդ աշխարհի 9-րդ հրաշալիքը լինի։ Իշխանությունը գա իր բոլոր տված խոստումներ անի, բոլոր թերի չանի։ Որովհետև չգիտես իշխանությունները ամենասկզբից լավ բաներ են խոստանում։ Գիտես դու միգուցե հույս ունես, որ իշխանությունները բան կփոխեն։ Տերը իրանց հետ թող օգնեն, ինչ որ բան փոխեն։ Մենք իշխանությունների դեմ չենք, որտեղ մենք աղոթում ենք իշխանությունների համար եւ իշխանությունները Աստծուց են դրված։ Բայց դու պիտի հասկանաս, եթե հույսդ ամբողջովին իշխանությունից է, մի օր կարող է
հույսդ մարի։ Դու հույսդ ուղի ճիշտ տեղը, լավ է Տիրոջը հուսալ, որովհետև մարդիկ կա, երբ որ շատ հույս ունեն իշխանություններից եւ իշխանությունները միգուցե սխալվեն եւ մարդը հուսահատվում է։ Գիտես, բազում Աստվածաշնչում տեսնում ես թագավորներ էին գալիս։ Եվ թագավորներ կար, որ լավն էին, թագավորներ կար, որ վատն էին։ Ժողովուրդը գիտեին, թե թագավորը ինչ որ բան կարող է փոխել, բայց եկավ այս սխալ հույսը պիտի Աստծո վրա լինի։ Աստծուն հուսա, նա կազատի քո թշնամուց, նա քեզ օրհնություն կտա։ Նա է ասում թուլացածին ուժ տվողը, ծնկածին բարձրացնողը։ Գիտես, իշխանությունը հնարավորություն չունի ամեն ժամանակ քեզ հետ լինի, բայց քո Աստված ամեն ժամանակ քեզ հետ է։ Երբ որ իշխանության մարդը գալիս է ինչ որ մի տեղ մտնում, այդտեղ բան է փոխվում։ Տեսել եք, երկրի նախագահը հանկարծակի հայտնվեց իրանց տունը եւ ասում է. «Ինչ ես ուզում»։ Ինչ գիտի ասում է։ Նրա մտնելուց հետո հնարավոր է, որ այդ մարդու տունը այդ կարիքները լրացվի, որտեվ երկրի իշխանության նախագահն է մտել իր տուն։ Գիտես, դու պիտի գիտակցես, որ իշխանությունների իշխանությունը ամեն օր քո տանն է։ Դու պիտի գիտակցես, որ հույսդ նրա վրա պիտի դնես։ Որ հույսը դնես, որ այստեղով իշխանություն, երբ որ անցնելուց լի մտնի իմ տունը մի բան կփոխվի, լսի, նրա իշխանությունը այդքան էլ շատ չի։ Կա իշխանություն, որ ամենավերևի իշխանություն, ամենավերևի։ Եվ այդ իշխանությունը քո տունն է։ Եվ այդ իշխանությունը ցանկանում է քո ընտանիքում բան փոխի։ Խնդրի այդ իշխանությունից։ Ցույց տու քո խնդիրները։ Հույս ունեցի, որ իշխանությունը լսել է քեզ։ Եվ աղոթի, որ հրեշտակները իջեցնեն իշխանության պատասխանը, որտեղ շատ ժամանակ դիվային զորությունը խանգարում է քո աղոթքի պատասխանը հասնելու տեղ։ Մենք տեսնում ենք թագավորների կյանքում, երբ որ Եղիան մարգարեացավ Աքաբի վրա, ասավ կառքդ հավաքիր, անձրև ա գալու։ Աքաբը գնաց ուտել խմելու, բայց Եղիան գնաց աղոթելու։ Աքաբը իր գործին գնաց ուտել խմելու, բայց Եղիան գնաց աղոթելու։ Ու գիտես ինչքան աղոթեց։ 7 անգամ։ Ես առաջի անգամ աղոթելա, բան կա, չկա։ Նորից 7 անգամ ծնկեց։ Չկա դեռ։ Ինչքան ծնկեց։ Միջև ամպը երևաց։ Այդ 7 թիվը դա բան չէր, որ պիտի ամպը 7-ից ավել դե всё բրծան։ Այնքան պիտի ծնկես, որ ամպը երևա։ Երբ որ ամպը պստիկ երևաց, սա հույս կա։ Սկսվեց հեղեղը։ Մարդիկ դադարում են այդ ծնկելու ընթացքի մեջ։ Աստծուց խոսք ունեն եւ չի կատարվում նրանց կյանքում, որովհետեւ հույսը մարելա, հավատքի ճանապարհը փակվելա։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է։ Հույս ունեցի, որ Աստված քո կյանքում բաներ է փոխել։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Գիտես, ես ցույց տվի նաև մի բան, որ մենք ունեցել ենք այդ անհույս վիճակը։ Նենց չի, որ երբ որ դու կանգնում ես քարոզելու, մեծ պարտավորություն եւ պարտականություն է գալիս վրան։ Բայց երբ որ քո խոսքը կշիռ ունի այն ժամանակ, երբ որ դու անցել ես եւ հաղթել ես, բազում անհույս վիճակներով ենք անցել։ Եվ Աստված միշտ էլ իր հավատարմությունը ցույց է տվել։ Միշտ։ Ես երբ որ ընկած էի գետնին այդ երեխայի այդ խնդիրների ժամանակ, բառից բուն իմաստով գետնին։ Եվ գիտես, Աստծուց այս ձայնն եմ լսում։ Ես հավատարիմ Աստված եմ։ Վեր կաց, ես քեզ հետ եմ։ Ու հավատա, որ ինքն էլ ինձ վեր կացրավ այդտեղից։ Որտեվ ես ուժ չունեի վեր կացնելու։ Ինձ մեկը ձգում էր վեր կացնում։ Ես չէի ինձանով վեր կենում, ասեմ վեր կաց, ես քո հետ եմ։ Գիտես ինչքան էլ անհույս լինես, հույս չունենաս, հավատա, որ Աստված տեսնում է։ Եվ Աստված ուզում է քեզ վեր կացնի։ Շատ ժամանակ Աստված գալիս է ձեռքը գցում, որ քեզ այդ անհույս վիճակից վեր կացնի։ Դու հակառակ իր ինատու մտնում ես անհույսության եւ տրտունջի մեջ։ Անհույսության եւ տրտունջի մեջ։ Նայի, տես քո կյանքը, հետ նայի,
ինչերի միջով ես անցել։ Քանի անգամ կյանքիդ վտանգ սպառնել, քանի անգամ մահվան եզրին եղել, քանի անգամ մեքենա ճանապարհից դուրս գալուս ել։ Ու Աստված միշտ է քեզ պահել։ Հույսդ մի կտրի նրանից, որտեղ հավատքը գործում է, երբ որ դու հույսը ակտիվ ես պահում քո ներս։ Ամեն։ Հալելույա։ Այս ժամանակները տարբեր են։ Եվ ժամանակները փոխվում են, մենք էլ ենք փոխվում։ Բայց մենք պիտի գիտակցենք եւ հասկանանք, որ եկեղեցի մտել է մի ժամանակի մեջ, որ գնում է դեպի բարգավաճման։ Բարգավաճումը շատ լավ է։ Բայց դու պիտի գիտակցես, երբ որ դու չեղար հավատքի մարդ, այլ ոգևորության, քո ուղղությունը չեղավ Աստծո խոսքը, քո ուղղությունը չեղավ հավատքը, քո ուղղությունը չեղավ, քո ուղղությունը եղավ ոգևորությունը, դու հիասթափվելու ես։ Հիասթափվելու ես նենց, ոնց որ սրանից առաջ երկու եկեղեցու։ Հիասթափություն է գալի քո ներսում։ Ակտիվացրու քո ներսում։ Չգիտեմ, մարդիկ կա, որ այստեղ են ու շատ դառնացած։ Այո, միգուցե կյանքը քեզ շատ դառնացրել է, շատ։ Բայց ես քեզ ասում եմ, հույս ունեցի։ Ների մարդկանց միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսին հետևելու դա ներելու եւ սիրելու ճանապարհ։ Ներիր, ազատագրվիր այդ ծանրությունից։ Լցվի հույսով, հույսով ուրախացի։ Եվ այն հույսը, որի վրա որ հուսացած ես, նա քեզ չի ամաչեցնի։ Աստված չի ամաչեցնի։ Եվ դու կտեսնես մի օր, որ ինչի վրա հուսացել ես, ինչի վրա հավատացել ես, նա էլ քո կյանքում եղել է։ Եփեսացիների 3:12 որ ունենք համարձակություն հույսով մոտենալու նրա հավատքին։ Մենք տեսնում ենք նորից հույսը հավատքին մոտենալու ճանապարհն է։ Հավատքին մոտենալու ճանապարհը դա հույսն է։ Եթե հույսդ կտրվեց, այդ հավատքին մոտենալու ճանապարհը կաղում է։ Այդ հավատքի մոտենալու ճանապարհը կտրվում է, ինչ որ բան այն չի գնում։ Դրա համար դու պիտի հույսը քո ներսում ակտիվացնես։ Իսկ սատանան գիտես ինչ է ուզում անել, որ անհույս լինես։ Հույս չունենաս։ Այստեղ կան մարդիկ, որ զույգեր են։ Մեկը խոսում է հույսի մասին, մեկը անհույսության։ Ու միշտ իրանց տուն այդ պատերազմը լինում է։ Ամուսին ասում է հնարավոր չի, կինն ասում է հնարավոր է։ Ու իրանք գիտես ինչ չի փոխվում։ Նույն տեղը կայնացեն, որովհետև հավասար իրար բրթում են։ Ոչ կինն է կարող ասի, չէ, հնարավոր է, լավ բրթի, որովհետև ամուսինը ծանր է։ Ոչ էլ այդ սապրատիվլենին կա ու զրոական վիճակի վրա կայնացա։ Կխնդրեմ մի անգամ լսես կնոջդ։ Հույս կա։ Գիտես հետաքրքիր է որնա որ Աստված տվել է տղամարդուն իշխանություն կայացնելու իրավունք։ Բայց Աստված ամբողջովին չի տալի տղամարդուն մոնոպոլիա։ Աստված ընտանիքի կառավարման պատկերը 50%-ը ցույց է տալու տղամարդուն, 50%-ը կնոջը։ Այն զույգերը, որ դաժե եկեղեցում չեն իրանք, իրար հետ ունեն փող համաձայնություն, այդ զույգերի մոտ հաջողվում է։ Իսկ կան մարդիկ եկեղեցում, որ փող համաձայնություն չունեն։ Եվ այդ համաձայնությունը, որ չկա, ընտանիքում փոփոխություն չկա։ Աստված մոնոպոլիստ Աստված չի, որ ամուսնուն ամբողջ իշխանությունը տա, ամուսնուն տվել է իշխանություն ընտրություն կայացնելու մեջ, ոչ թե իշխելու։ Ընտանիքներ կան մտնում ես տանում թագավորը նստած է։ Այդ արանքում տենում ես կինը գնաց, արագացված։ Գիտես կինը երբ է լավ ու բոր կանում, երբ որ ամուսնուս նեղանում է։ Չգիտես, խի մեծ ու բոր կայա սկսում։ Պետք է, պետք չի սկսում է։ Ջղայնացած կինը, տենց ռոբոտ չկա, որ այդքան աշխատի։ Չգիտես, երբ որ նեղանում են կանայք, սկսում են ու բոր կանել։ Թե ինչ օծություն է գալի նրանց վրա։ Հասկա։ Տեսողություն է բացում։ Տները մաքրելու։ Սա մի քիչ հումորային, բայց սրա մեջ ճշմարտություն կա։ Բայց մեկը տղամարդը ինքը մտածում եմ տղամարդը մեկ-մեկ փոշմանում է։
Երբ որ փոշմանում է մոտանում, որ ուզում է ներողություն խնդրի, դե այդ արագության տակ դու չես կարա իրան հասնես, որ մեկ էլ հասնես ներողություն խնդրես։ Պիտի մեքենա կանչես, որ ինքը զալից կուխնի կուխ։ Փառք Հիսուսի մեր կանանց համար։ Գիտես, ժամանակ կար, որ Հայաստանում չկար լույս, շատ մարդկանց մոտ հույս։ Եվ մեր հույվ Արտուրը քարոզում է նրա մասին, որ հույս կա, որ լույս է լինելու, այս երկիրը ծաղկելու է, այս երկիրը փոխվելու է։ Ու գիտես, այդ հավատքի, այդ հույսի վրա այսօր մեր երկրում կա եւ լույս, եւ որ հույսը, որ լույսն էլ չեն անջատել։ Այդ կարևոր է, այո։ Երբ որ մեր կյանքում հուսահատություն է գալիս, մենք հոգնում ենք, մենք ծանրանում ենք։ Այսօր պիտի դու ակտիվացնես քո ներսում հույսը։ Ինչ որ անհույս բաներ ունես, sense գրի։ Ասա, սա իմ մոտ անհույս է։ Օրինակ, բժիշկները ինձ ասել են, այս հիվանդությունը անհույս է, ելք չկա։ Ես մեկից հույս չունեմ։ Արդար եղի քեզ հետ, ցուցակդ գրի։ Ասա, Տեր իմ Աստված, ես ինչի վրա ես հույս չունեմ, ակտիվացրու, որ ես սկսեմ հույս ունենամ եւ ակտիվանա իմ կյանքում հավատք։ Իսկ եթե հույս ունես, փառք ասում, ավելի ակտիվացրու, որովհետեւ եթե ասում ենք հույսը դա ճանապարհը, որ հավատքն է բերում, ասենք խողովակներ կան, բարակ, մեծ, թող ավելի շատ հույս բերի, հաստատ չի խանգարելու։ Ամեն։ Օրինակ դու հույս չունես, որ քո հարևանը կապաշխարի։ Ինձ մի անգամ ասված մի հատ երազ ցույց տվա։ Մի մարդ, որ ես չէի կարա հույս ունենամ, որ նա կապաշխարի։ Եվ ցույց տվավ երազի մեջ, որ ինքը լեզուներով աղոթում էր ու խոսք էր գալի երազի մեջ, եւ ինչ էր ասում։ Մի սահմանափակի մարդկանց։ Եթե դու եկել ես Աստծուն, եթե դու փոխվել ես, հավատա, այն մարդիկ էլ կփոխվեն։ Քո փոփոխությունն էլ տենց հեշտ չէր։ Շինարարություն էր հսկայական, ամեն ինչ կար։ Պիտի քանդվել էր, որ նորը կառուցել։ Մարդ կա քանդվել է կառուցվում է, մարդ էլ կա քանդվելու process-ի մեջ։ Ու Աստված ուզում է քանդվի, որ կառուցվի։ Առանց քանդվելու չի կառուցվել։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 24-րդ խոսքից։ Եվ աշակերտները զարմանում էին նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց եւ ասավ նրանց. Որդյակներ, որքան դժվար է հարստության վրա հուսացողը Աստծո արքայություն մտնել։ Ինչ անել։ Հարստության վրա հուսացողը։ Չի ասում հարուստը չի մտնի երկնքի արքայության մեջ, այլ հարստության վրա հուսացողը։ Գիտես, մարդիկ ասում են, ես գումարներով ամեն ինչ կանեմ։ Գումարներով դու չես կարա փրկություն առնես։ Գումարներով դու չես կարա քուն առնես։ Գումարներով դու կարա սնատվորնի առնես, բայց հանգիստ լավ քուն չես կարա առնես։ Գումարներով դու չես կարա ուրախություն գնես։ Քեզ գտվա դու կգնել ես, կգնաս ամբողջ օրը ինչ որտեղ կփորձես զվարճանալ, միգուցե ինչ մի քիչ էլ ոգելից օգտագործես, ոգիներով լցվես, հենց աննորմալ բաներ անես, ոչ նորմալ։ Մարդուն երբ որ ասում ես, արի եկեղեցի, իր համար դա նորմալ չի։ Բայց երբ որ տեսնում ես 50 տարեկան մարդը, հարստանիքին այնքան խմել է, ասում ես, արի փառաբանի ծապտանք Աստծուն, դա նորմալ չի։ Բայց երբ որ տեսնում ես 50 տարեկան մարդ հարսանիքին այնքան խմել է, սարոշկեն կողից հանել, թռնում է ծապ տալի, շպագատ անստում որ չի կարա, որ ասում ես, էսի նորմալ է։ Մենք որ ադեկվատ փառաբանում ենք մեր Աստծուն, երկրպագում ենք, որովհետև գիտենք ով է։ Դա նորմալ չի։ Այ հարսանիք են հարբած տղամարդը, որ ինչ գործողություն ասում ես, այդ բոլորը իրան հիշում են։ Ինքը այդ օրը ինչ ասես արավ։ Իրան չես կարա մոռանաս։ Ու գիտես մարդը ասում է դա նորմալ է էսի։ Նա է անհույսին հույս տվողը։ Եթե քո իրավիճակները անհույս է, քո համար հույս կա։ Տես այդ հույսը։ Լցվի այդ հույսով։ Եղիր հույսի մարդ։ Մի օր էլ հավատքը կգործի այդ հույսի միջոցով։ Ես իմ կյանքում դենց եղավ, որ
դժվար ժամանակների մեջ ընկա, որ հույս չկար։ Ֆինանսական խնդիրներ էր, հույս չկար։ Ու խնդիրները քանի գնում էր ավել էր խորանում։ Ունենց եղավ, որ ես մի տեղով Երևան մի տարածքով գնում եմ, ես Երևան չեմ անում, բայց այդ օրը Երևան էի։ Գնում եմ մի տարածքով եւ ինձ մի հատ զանգ եկավ։ Ասավ կարաս ինձ հանդիպես։ Ինքը երբ որ զանգեց, ես իր ասած հասցենում եմ արդեն։ 3 րոպեից 5 րոպեից իր մոտ էի։ Բայց ո՞նց եկար։ Ասում դե սենց էի անցնում, ոսիր կարաս ինձ հանդիպես ես ինչ տարածքում։ Ես արդեն այդտեղ էի։ Ու ես այդ մարդը օրնեց ինձ գումարով։ Ու ասված մի խոսք ասավ. ես գիտեմ քո կարիքները։ Գնա գլուխը կախ ծառայ ինձ։ Դու մտածում ես ասված չգիտի քո խնդիրները։ Ասված չգիտի քո խնդիրները։ Դու մտածում ես գումարով կարող ես ինչ-որ բան հույս ունենալ գումարի վրա, գումարով կարող ես հույս ունենալ սնունդ առնելու, բայց գումարով չես կարող հույս ունենալ փրկության։ Ժամանակին ծառայում է իր Աստծուն։ Եվ մարգարեական խոսք կար քո ծառայության վրա։ Որոշեցիր գնաս գումար աշխատես։ Ու դու ինքդ էլ տաքսու վարորդ ես։ Մի հատ նայ ես քանի ավտո ես ջարդել։ Ոնց անում ես չի ստացվում։ Հերիքա։ Ասված ասում է կանգ առ։ Արի իմ տուն։ Սկսի ինձ ծառայել։ Ես գիտեմ քեզ օրհնելու ձևերը։ Ես գիտեմ քեզ օրհնելու ձևերը։ Դու ձևեր մի հնարի։ Դու վստահի։ Վստահի կտենաս ասված ոնց է դարձնում։ Կարաս մի քիչ էլ փորձես, մեկա չես լսելու, փորձես չի ստացվի, ես կհիշես այս խոսքերը։ Որտե մարդիկ տենց շուտ չեն լսում։ Իրանք մի քիչ դժվար են փոխվում, չէ՞։ Եբրայեցի 13:6 այնպես էլ որ համարձակվում ենք ասենք Տերն է իմ օգնականը եւ ես չեմ վախենա ինչ կանի ինձ մարդը։ Մարդը քեզ ոչ մի բան չի անի, եթե Տերն է քո օգնականը։ Եթե Տերն է քո օգնականը։ Որտեւ նենց է թվում մենք ենք Տիրոջ օգնում։ Տեսել ես նենց բան, որ տատիկը ասենք լավ չի քայլում ու գնում ասենց փայտը ձեռին։ Պիտի փայտը իրան օգնի, բայց փայտը թևի տակ դրած գնում է։ Փայտն էր քո օգնականը, որ այդ փայտով պիտի գնաս։ Մարդիկ թվում է թե իրանք Տիրոջ օգնում են։ Դե որ Տերը ինձ իմ կյանքում sense բան է խոսացել, կարող է մոռացել, ես ճանապարհը պատրաստեմ, որ էդի լինի։ Չի լինում այդ ձև։ Տերը ունի իր ձևը։ Տերը ունի իր, ասում եմ, Աստծո մտադրությունները, մեր մտադրությունները չեն։ Ինչ որ աչք չի տեսել, դու էդի չես տեսել, ական չի լսել, դու էդի չգիտես։ Այդ Աստված քո համար պատրաստել։ Գիտես ոչ մի ժամանակներ կա, որ դու միտեղ ես հայտնում, որ ոչ մի ձև դու այսօր չպիտի այստեղ ելնեիր։ Բայց հիմա այստեղ ես։ Ու այստեղ չես է, դու ասում ես երբ հապարցնելու ես գնամ։ Կգնաս, բայց զգուշ եղի։ Աստծո տան մեջ է ապահովություն, Աստծո տան մեջ է խաղաղություն, Աստծո տան մեջ մնա Աստծո տան մեջ, արմատ գցի։ Գիտես մարդիկը մենքից հումորային բան կար։ Մենք ժամանակին ապրել ենք ուրիշ պետությունում եւ այնտեղ sense բան ա եղել, որ մարդիկ բերել են ծառը տնկել բանի առաջին հենց դրսում գազոնի վրա ծառը տնկել է սեփական տների առաջ եւ քեզ պետությունը բերել է տնկել եւ քեզ ասել է դու պատասխանատու ես այս ծառին։ Դու ես պատասխանատու։ Եթե ծառը գողացան, քեզ 5 ռուբլի շտրաֆ են անելու։ Ու իրանք տնկելուց են եղել, իրանք գողանալուց քեզ շտրաֆ անելուց։ Դա լավ հետաքրքիր լվացկատուն է, էլի։ Այդ process-ը կատարվել է։ Բոլորի ծառերը գողացել են, մեր գյուղացի մի հատ մարդ էլ նրա ծառը չեն գողացել։ Այդ մարդիկ եկել են ասել դու գիտես որ մենք ենք անում։ Այդ ո՞նց է որ բոլորի ծառերը գողանում են, քոնը մնում է։ Այդ դու այդ ի՞նչ ես անում։ Ասում եմ ես դրանց նման չեմ։ Գիշերը հանում եմ տանում պատվալում դնում, առավոտը բերում ցան։ Գիշերը հանում եմ տանում պատվալում դնում, առավոտը բերում ցան։ Չէ, ծառը կա։ Աճի թիա չի աճի չգիտեմ։ Որտեվ շատ ժամանակ այդ ձև հավատացյալներ կա։ Մտնում են այս ծառայության մեջ, մեկ էլ դուրս են գալիս։ Մտնում են այստեղ գնում են խմբակի, մեկ էլ չեն գնում։ Մնա միտեղ։ Աստված հավատարմության մեջ է պտղաբերություն տալիս։ Ոչ թե բանի, այնց արմատային տեղափոխման։ Ես ինքս այգի ունեմ։ Առաջի 2-3 տարին ծառի արմատներն է պնդում։
Առաջի ժամանակը, որ դու հավատքի մեջ ես, նախ եւ առաջ պիտի արմատներդ պնդի, որ քամին տա, չհանի։ Ու նաեւ այս ձև մի բան են անում, ծառի մոտ մի հատ փայտ են դնում, որ ինչ անի, որ պահի այդ ծառը չտատանվի։ Ու ինչա կատարվում։ Մենք պիտի հասկանանք, որ ժամանակների մեջ է արմատների պնդվելը։ Արմատացած վիճակը ժամանակների մեջ է։ Հիմա քո process-ն է սկսել, արմատավորվել ես։ Ինքան հետաքրքիր է ծառի այդման։ Ծառեր կան, որ դու իրավունք չունես թույլ տաս նրա կենտրոնի ամենալավ եւ ուղիղ ճյուղերը դու պիտի կտրես, որովհետեւ այն ճյուղերը, որոնք որ հպարտ են, ուղիղ են բարձանում, նրանք պտուղ չեն տալիս, որ ճյուղերը, որ կողքի են գնում, պտղաբերության ճյուղերը, նրանք պտուղ են տալիս։ Ու գիտես պտուղը ուր է տանում ծառին, պտուղը ծառին տանում է խոնարհության։ Եթե պտուղներ չկա, խոնարհություն չկա, պտուղը ծառին տանում է խոնարհության մեջ։ Ու գիտես, երբ որ մշակը չի աշխատում ծառի հետ, այդ ծառը էլ պտուղ չի տալիս։ Գիտես ինչ է տալի, փայտ։ Դեն մեզ հաս ծառը մեծ, բայց վերեն պտուղ չկա։ Բայց ուզում եմ ես քեզ մի բան ասեմ։ Ցոգոլնել է պտուղ, բայց չես կարա դու դրան ցանես եւ դուրս գա։ Հասած պտուղի մեջ է հասած սերմը, որ պտուղ կտա։ Քո կյանքում այդ պտղաբերության ժամանակներն է։ Այո, միգուցե Աստծուց 2 պարգև, 3 պարգև գործում է քո կյանքին, Սուրբ Հոգու մի քանի պտուղներ ձևավորվել է, ձևավորվում է, թող ձևավորվի։ Մեր հայրը շատ են սիրում այդ խակ ծիրանը։ Ոգելա բերել, տես պտուղ ունեմ։ Դե ունես թող հասնի, որ սերմ տա։ Աստված սերմի ուժը դրել է սերմի մեջ։ Մենք երեք Ազով քաղաքում ենք խոսում ենք, որ եղի սերմ։ Դու կորոշես սերմ կլինես, թե չես լինի։ Ու խոսում ենք մի բանի մասին, որ իմ կյանքում Աստված մի անգամ խոսացել էր մի բանի մասին, որ ասավ մեկ խնձոր ունես, ինչ կանես։ Ես երեք սաղոր այդ հարցը տվել եմ, որ մեկ խնձոր ինչ կանես, որ մեկ խնձոր ունես։ Մարդիկ մյուսը կերավ, մյուսը ջեմ սարքեց, վաճառեց, մյուսը չիփսեր արավ, մյուսը շոկոլադի մեջ կոխեց, նոր վաճառեց, ամենքը ինչ որ բան արին։ Բայց մի քանի մարդիկ ասին մենք կտնկենք։ Մի խնձորի մեջ կա 10 սերմ։ 5 տարի հետո այդ 10 սերմից ծնվում է 1500 տնկի։ Մի խնձորի մեջ կա 5 հեկտար այգի տնկելու հնարավորություն։ Մի խնձորի մեջ 5 տարի հետո ամեն խնձորը տալիս է մոտ 15, ամեն մեկի մեջ 10, 150 անգամ անում 1500։ 5 տարի հետո դու 1500 տնկի կունենաս, բայց մենք չենք նկատում, այդ սերմերը գցում ենք։ Գիտես, սերմի մեջ ուժ կա ծալելու։ Սերմը բնավորություն ունի ծալելու, բայց եթե այդ սերմը հողի վրա չի, ինքը չի աճելու։ Եկեղեցին պիտի սկսի սերմնացանի մեջ սերմ ցանի։ Դու եթե հույս չունես, դու չես կարալու սերմ ցանես։ Իսկ այն մարդը, ով որ հույս ունի, սկսում է սերմ ցանել։ Սկսում է փոխանցել այս սերմը մարդկանց։ Դու չէ որ իր կյանքը փոխելու ես։ Դու սկի քո կյանքը չես կարացել։ Այն սերմը, որ ընկավ իր սրտի մեջ, սկսելու աճել։ Այսօր առավոտից մի բան էր բարձրանում, մարդիկ իրանց աշխատանքի տեղը չեն խոսում Հիսուսի մասին։ Դաժե ավելի շատ ամեն ինչ անում են, որ իրանք չիմանան։ Իմ մոտից մի հատ քարոզ էր ծնվել, որը կոչում էր հայտնիր քեզ ով ես դու։ Ցույց տուր ով ես դու։ Ով ես դու ցույց տուր։ Գիտես, երբ որ Հիսուսին եկան ձերբակալելու եւ հարց տվին, ով է Հիսուս Նազովրեցին։ Երբ որ Հիսուսն ասավ ես եմ, այդ ամբողջը մեջքի վրա թափվեց։ Երբ որ դու մի օր ասես ես եմ, երբ որ Մովսեսը հանդիպեց Աստծուն, ասավ գնամ ասեմ ով է ինձ ուղարկել, ասում է գնա ասա M-ն է ուղարկել։ Ու M-ը մեծատառով։ Երբ որ Հիսուսն ասում է ես եմ, նույն այդ M-ն էլ է մեծատառով գրված։ Երբ որ ասում է ես եմ, դա քո ապահովությունը դու չսխալվես։ Երբ որ դու այդ կոլեկտիվի մեջ ես նմանվում ես նրանց, բայց երբ որ մի օր ասես ես հավատում եմ, դու սկսելու ես սուրբ ապրել։ Դու սկսելու ես չխառնվես։ Կա, չէ՞, sense բան ինչ որ տեսակներ շան, շատ ազնվացեղ եւ դվարնյաշ կա։ Բա որ այս ազնվացեղն ու դվարնյաշկից ծնվել է մի բան, պոչերը ազնվացեղա, ականջները, չգիտես, խառնաշփոթ մի բան։ Ուզում նման է, բայց ինքը չի։ Մենք չպիտի խառնվենք այս աշխարհին։ Այս աշխարհի պիղծ հումորների,
Այդ հումորները գխով ես անում, որ դու ես թեմայի մեջ։ Այդ հումորները, երբ որ գխով ես անում, որ դու ես թեմայի մեջ, լրիվ գալիս է քո կյանքը։ Ինչքան բացասական աղբ։ Ակաժները փակի։ Ասա ես չեմ ուզում այդ աղբը լսել, բայց պատվի այդ մարդու։ Մի անարգի, որովհետև մեկ-մեկ մենք ասում ենք, վիրավորում ենք, ասում ենք ես չեմ ուզում լսել։ Եթե չես ուզում լսես, ակաժները հեռացրու։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Այո, մենք ունենք ճանապարհ, դա հույսի ճանապարհն է։ Եվ մենք չպիտի այդ հույսի ճանապարհի մեջ մենք լինենք մարդիկ, որ կկանգնեցնենք հավատքի գործողությունը։ Եվ լինենք մարդիկ, որ հույսներս չդնենք ուժի իշխանության, որ իշխանությունը կփոխի, իսկ ինչ որ կփոխի, իշխանությունը ինչ կանի, դու պիտի փոխվես։ Եվ ոգևորությունը դա հույս չի։ Դու պիտի գիտակցես, ոգևորությունը դա հույս չի։ Հույսը դա ավելի շատ նման է վստահության։ Վստահությունը հավատքի կրկնակի մակարդակը։ Երբ որ դու հավատում ես, դու վստահում ես։ Իսկ եթե դու հավատում ես, կասկածում ես, դա արդեն անհույս վիճակ է գալիս։ Ես հիշում եմ, երբ որ մի անգամ ինձ ասեցին աղոթք առաջնորդի, եւ երբ որ սկսեցի աղոթք առաջնորդել, շատ ուժեղ Սուրբ Հոգուց ներկայություն եկավ։ Տարիներով աղոթում էի, ողնաշարի ցավերը չեր անցնում։ Ու երբ որ այդ ներկայության մեջ ես մի հատ տեսիլք տեսա, որ իմ գլխի վրա բան ապակցրած, վրան գրած կասկած։ Աստված ասա, միջով դու էսի չհանես, ես չեմ կարող քեզ բժշկեմ։ Ու գիտես, երբ որ կասկածը հանում ես քո վրից, Աստծուց բժշկություն եկավ երկար տարիներ։ Իմ մեջքը չէր ցավում։ Բայց ես պիտի նայեմ ինձ նենց պահեմ, որ խնդիրներ չունենամ։ Ես բժշկություն ունեցա դա երկար տարիներ։ Բայց քեզ նախատեսված չի դու ծանրություն վերցրես, պիտի քեզ նենց պահես։ Բժշկությունը չփորձարկենք, դա լավ է բժշկել թե վատ։ Կասկածը տանում է քո հրաշքը։ Կասկածը կողանում է քո հրաշքը։ Եվ Աստծո խոսքը ասում է, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Եվ նա թող չկարծի, որ Տիրոջից բան կառնի։ Երկմտությունը չի կարող Աստծուց բան առնել։ Դու ասում ես հիմա, ես ինչ անեմ։ Հավատա Աստծուն եւ քայլ